Բարև ձեզ, սիրելի հայրենակիցներ, մի քանի վայրկյան եւ մենք կշարունակենք մեր ուղիղ եթերը, որը կարծում եմ, որ այսօր պետքա շատերի համար հետաքրքիր լինի։ Ես մեծ ջանքեր եմ գործադրել այսօր ձեզ համար օգտակար տեղեկություններ հայթայթելու եւ հետաքրքիր վերլուծություններ ներկայացնելու համար։ Թեման այսօրվա մեր վերաբերվում է հայկական բանակին եւ ես կփորձեմ ձեզ ներկայացնել եւ հիմնավորել, թե ինչպես են այս ադրբեջանա-թուրքական հեղափոխությունը խժռել հայկական բանակը եւ դիտավորյալ կերպով կործանել այդ բանակը, տարել պարտության եւ հիմա էլ կործանելով բանակը փորձում են կործանել պետականությունը, որովհետև բանակը կարող է ապահովել միայն պետության ամրությունը, անվտանգությունը եւ դիտավորյալ կերպով հենց ամենասկզբից ադրբեջանա-թուրքական հեղափոխությունը թիրախավորեց հայկական բանակը։ Իհարկե, ես այսօր չեմ անդրադառնա այն բացառիկ ցինիզմին, որը դրսևորեց ազգային ժողովի նախագահը հունիսի 15-ին ազգային ժողովի նիստում, պատգամավորների ցինիկ պահվածքին, մասնավորապես դրանցից մեկի ամբողջ զինվորական ծառայության ընթացքում առանց ներքնազգեստի 2 տարի զինվորական ծառայություն անցկացնելու փաստին, դրանք կարծում եմ հետագայում մենք կանդրադառնանք, բայց ես հիմա կխոսեմ այն ամենի մասին, ինչ կատարվում է եւ կատարվել է հայկական բանակում այս ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից հետո։ Պարզ է մի բան, որ պետության անվտանգությունը, պետության զարգացումը հնարավոր է, եթե պետություն ունի բանակ, եթե ունի զինված ուժեր, որը կարող է ապահովել պետության անվտանգությունը։ Եվ բանակն է, որ հիմք է տալիս նաև դիվանագիտությանը զարգացնելու համար, պետության դիրքորոշումները պաշտպանելու եւ առաջ մղելու համար։ Եվ դա այնքան պարզ բան է, որ դա հասկացել է նաև Նիկոլ Փաշինյանը։ 2018 թվականի մայիսի 12-ին Դավիթ Տոնոյանին պաշտպանության նախարարի պաշտոնում ներկայացնելու ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել է. ուզում եմ ընդգծել, որ բանակը, զինված ուժերը պետք է ամուր թիկունք լինեն Հայաստանի դիվանագիտության եւ բանակցային գործընթացի համար։ 2020 թվականի օգոստոսի 28-ին Սարդարապատի հուշահամալիրում խոսելով հայկական բանակի մասին, որը փառահեղ հաջողություններ էր արձանագրել հիմա բանտում գտնվող գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի գլխավորությամբ, ասել է Նիկոլ Փաշինյանը. Հայաստանի բանակը հասել է մարտավարական աննախադեպ բարձունքի, ինչն էլ ավելի է մեծացնում մեր վստահությունը, որ ունենք տարածաշրջանում որոշիչ ազդեցություն ունեցող մարտունակ եւ ինտելեկտուալ բանակ։ 2020 թվականի հունվարի 28-ին բանակի օրը պատերազմից առաջ Նիկոլ Փաշինյանը ասել է Վարդենիսում ելույթ ունենալու ժամանակ. հայկական բանակն ամեն օրվա հետ ավելի ու ավելի վստահ է իր ուժերի վրա։ 2020 թվականի նոյեմբերի 10-ին արդեն բանակին պարտություն տանելուց եւ պաշտպանության նախարարի աշխատասենյակում պատասպարվելու ժամանակ Փաշինյանը գրել է. պատերազմից առաջ դրանից խուսափելու մեկ հնարավորություն կար՝ տարածքների հանձնում առանց Ղարաբաղի կարգավիճակի։ Եղավ մի վիճակ, երբ հայկական բանակը կռվում էր 3 ուժի դեմ։ Նաև նա այդ օրը խոսում էր, որ հայկական բանակը եւ կառավարությունը մեկ միասնություն են, թիկունք են իրար, որովհետեւ բանակը պետք է այդ պահին ապահովեր իր մարմնի ֆիզիկական գոյությունը։ Իսկ ահա 2023 թվականի հունիսի 15-ին ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը ասում է հետեւյալը. գուցե մեր ամենամեծ սխալը եղել է այն, որ մենք վստահել ենք բանակին։ Այսինքն այլևս իրեն բանակ պետք չի եւ նա սկզբունքորեն, հետեւողականորեն փորձում է վարկաբեկել բանակը։ Իսկ հիմա տեսնենք, թե ինչպես է այդ ամեն ինչը իրականացվել վերջի 5 տարիների ընթացքում։ Ըստ բաժինների, կադրային նշանակումներ։ 5 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետություն ունեցել է պաշտպանության 4 նախարար։ Պատկերացնում եք, համեմատության համար ասեմ, որ
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանով այդ պաշտոնում պաշտոնավարում է արդեն 10 տարի, 2013 թվականի հոկտեմբերի 22-ից։ Իսկ միայն 5 տարում Հայաստանի Հանրապետությունն ունեցել է պաշտպանության 4 նախարար։ Դրանցից առաջինը Դավիթ Տոնոյանը, հիմա գտնվում է կալանավայրում։ Դավիթ Տոնոյանը չգիտես ինչու նախորդ իշխանությունների օրոք, երբ որ զբաղեցրել է Սեյրան Օհանյանի պաշտոնավարման շրջանում պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը, այնուհետև Կարեն Կարապետյանի կառավարությունում արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնը, ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից հետո այլևս չդասակարգվեց նախկինների դասակարգման տակ եւ Նիկոլ Փաշինյանի կառավարությունում նշանակվեց որպես պաշտպանության նախարար։ Իդեպ նրան է վերաբերում նոր պատերազմ, նոր տարածքներ հայտնի ֆրազը, որը նա հնչեցրել էր Նյու Յորքի Սուրբ Վարդան եկեղեցում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ եւ մեծ արձագանք էր ունեցել։ Իսկ դրանից հետո Նիկոլ Փաշինյանը նայելով Դավիթ Տոնոյանի այդ հեղինակության աճին այդ արտահայտությունից հետո հայտարարել էր, որ ինքն է հանձնարար է Դավիթ Տոնոյանին, որ այդպես ասի, հակառակ դեպքում ինքը կազատեր Դավիթ Տոնոյանին նախարարի պաշտոնից։ Դավիթ Տոնոյանը եղել է 44 օրյա պատերազմում Հայաստանի պաշտպանության նախարար, ապաստան է տվել Նիկոլ Փաշինյանին նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը իր աշխատասենյակում եւ հիմա գտնվում է բանտում, իդեպ հանիրավի։ Այսինքն նրա բանտում գտնվելը պայմանավորված չէ որևէ քրեական գործում նրա մեղավորության հետ։ Նա ուղղակի մեկուսացված է հասարակությունից եւ պատժում է Նիկոլ Փաշինյանը նրան, ով փաստացի փրկել է իր կյանքը նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը։ 2018 թվականի մայիսի 29-ին այս Դավիթ Տոնոյանի հետ պաշտպանության փոխնախարարի պաշտոնում նշանակվում են պաշտպանական ոլորտի հետ ոչ մի առնչություն չունեցող, պաշտպանական բնագավառում որևէ փորձառություն եւ գիտելիքներ չունեցող երկու երիտասարդներ՝ Գաբրիել Բալայանը եւ Մակար Ղամբարյանը։ Այսինքն Դավիթ Տոնոյանը նշանակվում է պաշտպանության նախարար եւ նրա հետ փոխնախարարները նշանակվում երկու անփորձ ոլորտի հետ որևէ առնչություն չունեցող երիտասարդներ, բացառապես սուբյեկտիվ գործոններով պայմանավորված։ Ինչ պետք է ակնկալել նրանցից, նրանց պաշտոնավարման շրջանում։ Իդեպ նրանք պաշտոնավարել են նաև պատերազմի ժամանակ եւ պաշտոնից հեռացել են Դավիթ Տոնոյանի հետ 2018 թվականի նոյեմբերի 24-ին եւ 29-ին։ Այնուհետև Դավիթ Տոնոյանից հետո պաշտպանության նախարարը նշանակվում նախարարությունում երբևէ նախարար աշխատած, այդ թվում 1999 թվականի հոկտեմբերի 27-ին պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած մի կիսատ պռատ անձնավորություն Վաղարշակ Հարությունյան, որը բացարձակապես ձախողել էր իր պաշտոնավարումը նախարարի պաշտոնում, նա նախարար ա եղել Վազգեն Սարգսյանի կառավարությունում, երբ որ Վազգեն Սարգսյան ինքը լինելով վարչապետ անձամբ էր զբաղվում բանակի հետ կապված բոլոր խնդիրներով։ Եվ այս հարսանեկան գեներալը, որը գեներալի կոչում ստացել է ԱՊՀ մասնակից պետությունների ռազմական համագործակցության կոորդինացիոն շտաբում որպես ՀՀ ներկայացուցիչ, միայն այն պատճառով, որ ԱՊՀ բոլոր պետությունների ներկայացուցիչները գեներալ են եղել, խնդրել են Ռոբերտ Քոչարյանին, որ սրան նույնպես գեներալի կոչում շնորհի։ Բայց Ռոբերտ Քոչարյանը 2022 թվականի հուլիսի 22-ին ըստ էության ուղղել է իր սխալը եւ աստիճանազրկել է Վաղարշակ Հարությունյանին նախագահի հրամանագրով։ Հետո ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից հետո արդեն Արմեն Սարգսյանի հրամանագրով է վերականգնել իր գեներալական կոչումները եւ սրան է վերաբերում այն խայտառակությունը, որ պատերազմից հետո Թշնամուն առանց մարտական գործողությունների տարածքներ հանձնելու, այդ թվում Գորիս Կապան ճանապարհը Թշնամուն հանձնելու, ամբողջ հանձնման գործընթացը կազմակերպելու խնդիրը դրված է եղել այս մարդու վրա, Վաղարշակ Հարությունյանի, որը հետագայում ազատվել է պաշտոնից եւ որպես պարգև նշանակվել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան, լինելով վերածնվող ազգային վերածնունդ կուսակցության նախագահ, այսինքն դեսպանի հետ անհամատեղելի կարգավիճակով, իդեպ ասեմ, որ դեսպան նշանակվելուց հետո ավելի քան 6 ամիս Ռուսաստանի Դաշնության նախագահը նրանից իր հավատարմագրերը չի ընդունել։
2021 թվականի օգոստոս 2-ին պաշտպանության նախարար նշանակվել Արշակ Կարապետյանը։ Արշակ Կարապետյանը ձախողված զինվորական է եղել եւ 2016 թվականի ապրիլի 26-ին ազատվել է Սերժ Սարգսյանի հրամանագրով, այդ պահին զբաղեցրած իր պաշտոնից։ Նա այդ պահին եղել է ապրիլյան քարոզիա պատերազմում զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետը։ Այսինքն ապրիլյան պատերազմի մասին հսկայական լայնածավալ ռազմական գործողությունների մասին անտեղյակ հետախուզության վարչության պետը իր ձախողման համար 2016 թվականին ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Բայց ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից հետո միայն այն բանի համար, որ եղել է միակ զինվորականը, որը ցուցմունք է տվել Ռոբերտ Քոչարյանի դեմ, նշանակվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական 2018-ից 2021 թվականներին։ 2021 թվականի ապրիլից մինչև հուլիսի 20-ը եղել է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, իսկ 2021 թվականի հուլիսի 20-ին վարչապետի պաշտոնակատարի որոշմամբ նշանակվել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ։ Արշակ Կարապետյանը կարճ ժամանակաշրջանում, չունենալով որևէ հաջողություններ, պաշտոնից ազատվել է 2021 թվականի նոյեմբերի 15-ին Արցախ կատարած պաշտոնական այցելությունից հետո։ Երկու պաշտոնյա կային Նիկոլ Փաշինյանի կառավարությունում, որ պատերազմից հետո այցելել են Արցախ, դա պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն էր եւ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը։ Երկուսն էլ անմիջապես ազատվել են զբաղեցրած պաշտոններից Արցախ կատարած աշխատանքային այցելություններից հետո։ 2021 թվականի նոյեմբերի 15-ին պաշտպանության նախարար է նշանակվում Սուրեն Պապիկյանը։ Սրա կենսագրությունը փաստացի սկսվում է 2018 թվականից։ Մինչ այդ եղել է պատմության ուսուցիչ։ Նշանավորվել է դրանով, որ զինվորական ծառայության ընթացքում, երբ որ ծառայել է զինված ուժերում, դանակահարել է իր անմիջական ղեկավար սպային, ազգությամբ ռուս, եւ այդ հանցագործությունը կատարելուց հետո դատապարտվել է ազատազրկման, բանտում կրել է պատիժը եւ բանտից ազատվել է միայն համաներման արդյունքում։ Այսինքն այսօր Հայաստանի պաշտպանության նախարարն է բանակում սպային, ռուս սպային դանակահարած նախկին հանցագործը։ Իդեպ ասեմ, սրա հետ է կապված նաեւ ամբողջ մի կոռուպցիոն շղթա, հսկայական գործեր, որոնց մասին մամուլում բազմաթիվ հրապարակումներ կան, բայց թերևս քչերին է հայտնի, որ Սուրեն Պապիկյանը անձնական պատասխանատվություն է կրում 2022 թվականի սեպտեմբերի 13-ին 14-ին Ջերմուկ քաղաքի ռմբակոծությունների համար։ Դա Ջերմուկ քաղաքի ռմբակոծությունը դա Սուրեն Պապիկյանի կոռուպցիոն գործունեության հետևանքներից է։ Ասեմ թե ինչի։ Որովհետև սեպտեմբերի 13-ին 14-ին Թշնամին հրետակոծել է Ջերմուկի այն օբյեկտները, որոնք ունեցել են ռազմական նշանակություն։ Իսկ Սուրեն Պապիկյանի որոշմամբ, որը եղել է տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ, այնուհետև պաշտպանության նախարար, զինվորական օբյեկտները Ջերմուկում տեղակայվել են բնակավայրի ներսում, առողջարանների տարածքում, Զախապնյակ բնակելի թաղամասի հարևանությամբ։ Ընդ որում այն հողերի վրա, որոնք ժամանակին պատկանել են նախկին հանրապետական, հետո այս իշխանությունների հետ սերտ համագործակցություն ունեցած Ջերմուկի նախկին քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանին, որը հիմա գտնվում է Միացյալ Նահանգներում։ Այսինքն Վարդան Հովհաննիսյանը իր հողերը վաճառել է պաշտպանության նախարարությանը, որոնք ձեռք են բերել այդ հողերը, եւ դրանք եղել են բնակավայրի ներսում։ Եթե նրանք չգնային այդ գործարքին եւ զորամասը Ջերմուկի տեղակայված լիներ քաղաքից դուրս գտնվող այլ վայրում, սեպտեմբերի 13-ին եւ 14-ին Ջերմուկ քաղաքը չէր հրետակոծվի։ Այս գործի հանգամանքները դեռևս կպարզվեն իշխանափոխությունից հետո։ Ուրեմն Սուրեն Պապիկյանը հերիք չի, ինքը կիսատ պռատ, գործի հետ ոչ մի կապ չունեցող մարդ նշանակվել է պաշտպանության նախարար, հետն էլ պարզվում է, որ պաշտպանության նախարարի տեղակալներ են նշանակվել ոստիկանությունը ոչինչ աչքի չընկած, միայն ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից հետո ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցրած Արման Սարգսյանը, որի ինտելեկտուալ պատկերացումների, որի ինտելեկտուալ վիճակի մասին կարելի է պատկերացում կազմել ուղղակի նրա հայացքին նայելուց հետո, նշանակվել է պաշտպանության փոխնախարար։ Պաշտպանության մեկ այլ փոխնախարարը նշանակվել պաշտպանական ոլորտի հետ որևէ առնչություն չունեցող
Ֆինանսների նախարարությունում գնումների հարցերով զբաղված, գնումների վարչության պետ հանդիսացած, պետեկամուտների կոմիտեի պետի տեղակալ եղած Կարեն Բրությանը։ Իսկ այսօր պաշտպանության նախարարությունը փաստացի հետ պատերազմյան եւ փաստացի գործող պատերազմյան ժամանակաշրջանում ղեկավարում են պաշտպանական ոլորտի հետ որևէ առնչություն չունեցող նախարարն ու նրա երկու տեղակալները։ Երրորդ տեղակալը դա զինված ուժերի շտաբի պետն է, որի պաշտոնը քաղաքականացրել են։ Իդեպ ասեմ, որ պաշտպանության նախարարի խորհրդականներ են նշանակվել բարձրագույն կրթության դիպլոմի սկանդալի պատճառով մարզպետի պաշտոնից հեռացված եւ փաստացի բարձրագույն կրթություն չունեցող Ռազմիկ Պետրոսյանը եւ Մելիքսետ Պողոսյանը։ Ռազմիկ Պետրոսյանը 6 ամսով նշանակվեց Արագածոտնի մարզպետ եւ հետո պարզվեց, որ նա ունի կեղծ դիպլոմ, իրավունք չունի զբաղեցնել մարզպետի պաշտոնը, ազատվեց այդ պաշտոնից։ Նույն խնդրի առաջ կանգնած է Մելիքսետ Պողոսյանը, Սյունիքի նախկին մարզպետը, որի կրթությունը 96 թվականին Գորիսի Սյունիք համալսարանի իրավագիտության մասնագիտության շրջանավարտ է։ Իդեպ ասեմ, որ բարձրագույն կրթության պահանջը նաև վերաբերում է պաշտպանության նախարարի տեղակալների, որոնց պաշտոնը հայեցողական է, այսինքն սրանք իրավունք չունեն զբաղեցնել նախարարի խորհրդականի պաշտոն։ Հիմա գալիս ենք զինված ուժեր։ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման շրջանում ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից հետո 5 տարվա ընթացքում Հայաստանի զինված ուժերը ունեցել է ուշադրություն 7 գլխավոր շտաբի պետ։ Ընդ որում սա այն դեպքում, երբ որ դեռ 6 ամիս զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը թափուր է եղել առհասարակ։ Պատկերացնում եք 5 տարում 7 շտաբի պետ։ Սա այն դեպքում, երբ որ զինված ուժերի շտաբի պետի պաշտոնը Հայաստանի սահմանադրությամբ սահմանված այն բացառիկ պաշտոններից մեկն է, որտեղ կարելի է միայն նշանակում անել, այսինքն սահմանադրությունը չի նախատեսում զինված ուժերի շտաբի պետին պաշտոնից ազատում։ Նախատեսում է միայն նշանակում, օրինակ ասում է զինված ուժերի ղեկավար կազմին վարչապետի ներկայացմամբ նշանակում եւ ազատում է հանրապետության նախագահը, իսկ շտաբի պետի պարագայում ներկայացված է, որ միայն ներկայացման դեպքում նշանակվում է, տենց է սահմանված։ Ազատում նախատեսված չի, դա է երաշխավորում զինված ուժերի ապաքաղաքական լինելը եւ այդ պաշտոնի կայունությունը։ Մովսես Հակոբյանը, որ ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից առաջ էր նշանակվել շտաբի պետի պաշտոնում, այդ պաշտոնը ստանձնել է 2016 թվականի հոկտեմբերի 3-ին։ Այսինքն պետք է պաշտոնավարել մինչև 2021 թվականը, բայց նա պաշտոնավարել է ընդամենը 1 տարի 263 օր։ Այսինքն նա հեռացվել է ապօրինաբար այդ պաշտոնից։ Հիմա կարդում եմ Սահմանադրության 155 հոդվածի 3-րդ կետը։ Զինված ուժերի զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձը գլխավոր շտաբի պետն է, որին վարչապետի առաջարկությամբ նշանակում է հանրապետության նախագահը, ազատման մասին խոսք չկա, օրենքով սահմանված ժամկետով։ Օրենքով սահմանված է 5 տարվա ժամկետ։ Այսինքն Հայաստանի զինված ուժերի շտաբի պետ նշանակվելուց հետո նա պետք է պաշտոնավարի 5 տարի, իսկ պարզվում է, որ այդ 5 տարվա ընթացքում մենք ունեցել ենք զինված ուժերի 7 շտաբի պետ։ Ուրիշ ինչ է պետք հասկանալու համար, որ այս մարդիկ հետևողականորեն քայքայել են զինված ուժերը։ Հիմա երևի մեզ լսող մարդիկ կլինեն, որոնք աշխատում են տարբեր կազմակերպություններում։ Ասենք պատկերացրեք որևէ մասնավոր ընկերություն, որևէ ֆիրմա կամ առևտրային բանկ, որի տնօրենի պաշտոնում 5 տարվա ընթացքում նշանակվի 7 մարդ, 7 տնօրեն մի ֆիրմայի ղեկավար։ Ինչ է կարծում, ինչ կկատարվի այդ ֆիրմայի հետ։ Ինչ վիճակում նա կհայտնվի մրցակիցների հետ մրցակցության մեջ։ Կամ ասենք օրինակ ավելի իջնենք ներքև։ Մի ընկերությունում 5 տարվա ընթացքում նշանակվի 7 պահեստապետ։ Ասենք այդ ամեն անգամ այդ պահեստի ընդունում, հանձնումը, այդ պահեստապետի աշխատանքին հարմարվելը, գործընկերների հետ աշխատել, ինչ տեղի կունենա։ Ես խոսում եմ մասնավոր ընկերության ամենացածր պաշտոններից մեկի մասին։ Իսկ հիմա տեղափոխվում ենք Հայաստանի Հանրապետության զինված ուժեր։ 7 ղեկավար 5 տարվա ընթացքում։ Ինչի համար է դա արվում։ Եթե ոչ դա քայքայելու, վնասելու, իր մրցակցային դիրքը թուլացնելու եւ իր մարտունակությունը կորցնելու համար։
նման բան որևէ տեղ, որևէ երկրի պատմության մեջ դժվար է գտնել։ Մովսես Հակոբյանին փոխարինում է զինված ուժերում որևէ հեղինակություն չունեցող, մարտական ուղի չանցած, զինված ուժերում հարգանք չվայելող մի պատահական մարդ, Արտակ Դավթյանը։ Սա պաշտոնավարել ընդամենը 2 տարի 15 օր, եւ գիտեք ինչի համար է պաշտոնից ազատվել Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը։ Դիմակ չկրելու։ Այսինքն, որ իր տանը կազմակերպել է իր զավակի նշանադրության արարողությունը եւ իր տան մեջ գտնվելու ընթացքում դիմակ չի կրել։ Այդ պատճառաբանությամբ պաշտոնից ազատվել է զինված ուժերի գլխավոր շտաբի պետը։ Ընդ որում սա այն մարդն է, որը հետագայում եւս մեկ անգամ նշանակվել է զինված ուժերի գլխավոր շտաբի պետ 2021 թվականի մարտի 22-ին եւ պաշտոնից ազատվել է 22 թվականի փետրվարի 24-ին։ Եվ այս մարդը փետրվարի 24-ին պաշտոնից ազատված մարդուն նույն տարվա սեպտեմբերի 13-ին եւ 14-ին լրագրողները հարցնում են, ասում են, ինչ կարծիք ունեք պատերազմի մասին, որը ծավալվում է Հայաստանի սահմաններին սեպտեմբերի 13-ին եւ 14-ին։ 2 անգամ զինված ուժերի շտաբի պետի պաշտոնը զբաղեցած մարդը պատասխանում է. դա ինձ չի հետաքրքրում, ես հիմա ծառայության մեջ չեմ, դա ինձ չի հետաքրքրում։ Այսինքն, ամբողջ կյանքում զինվորական աշխատած մարդը, գեներալ լեյտենանտի զինվորական կոչում ունեցած եւ 2 անգամ մի ադրբեջանա-թուրքական հեղափոխության այդ ժամանակաշրջանում իշխանության 2 անգամ զինված ուժերի շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած մարդուն չի հետաքրքրում, որ Հայաստանում պատերազմ է, որ այդ պատերազմում զոհվել են մոտ 300 զինծառայողներ, որ հրետակոծվել են հայկական բնակավայրեր եւ թշնամին ներխուժել Հայաստանի տարածք։ Ահա այդպիսի որակ ունեցող մարդ ու զինվորականը 2 անգամ զբաղեցրել է զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը։ Նրա տեղակալներն են եղել Օնիկ Գասպարյանը, Տիրան Խաչատրյանը, Անդրանիկ Մակարյանը, որոնք բոլորն էլ հիմա պաշտոնազրկված են։ 2020 թվականի հունիսի 8-ին զինված ուժերի շտաբի պետ է նշանակվել տխրահռչակ Օնիկ Գասպարյանը։ Սա զինված ուժերի շտաբի պետն է եղել նաև պատերազմի ժամանակաշրջանում։ Եվ սա մեծ տեղեկություն է տվել պատերազմից հետո, որ հունիսի 8-ին պաշտոնը նշանակվելուց հետո, հունիսի 10-ին եւ 12-ին զեկույցներ է ներկայացրել Անվտանգության խորհրդին եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ռազմաքաղաքական իրադրության վերաբերյալ եւ հնարավոր պատերազմի վերաբերյալ, նշելով, որ պետք է քաղաքական ղեկավարությունը հնարավոր բոլոր միջոցներով կանխի պատերազմը։ Եվ նրա պաշտոնավարման շրջանում եղել են նաեւ հուլիսյան իրադարձությունները եւ նա որևէ կերպ չի կարողացել ազդել վարչապետի որոշումների վրա։ Ավելին ասեմ ձեզ, 44-օրյա պատերազմի ժամանակ պաշտոնապես պատերազմ չի հայտարարվել Ադրբեջանին եւ Ադրբեջանը պաշտոնապես պատերազմ չի հայտարարել Հայաստանին։ Սա նշանակում է, որ ըստ մեր երկրի սահմանադրության Նիկոլ Փաշինյանը որպես վարչապետ չի ստանձնել զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնը։ Այդ պաշտոնը, այսինքն զինված ուժերի ղեկավարման ողջ պատասխանատվությունը կրել է Օնիկ Գասպարյանը, որը սակայն ենթարկվել է խախտելով սահմանադրությունը Նիկոլ Փաշինյանին, այսինքն թույլ է տվել, որ Նիկոլ Փաշինյանը կատարի քրեական օրենսգրքով սահմանված արարք, այսինքն չարաշահել իր պաշտոնական լիազորությունները, մտնել զինված ուժերի պատասխանատվության տիրույթ եւ կայացնել այդ կարգավիճակից բխող որոշումներ, որի հետևանքը եղել է պատերազմի կործանումը։ Օնիկ Գասպարյանը հիմա լուռ է, ճքած իր քրեական գործերի տակ եւ ցավոք սրտի նաեւ նա մասնակցություն չի ունեցել այս տարի Սյունիքի մարզի Տաթև համայնքում կազմակերպված ոչխարների խուզման փառատոնին։ Օնիկ Գասպարյանի պաշտոնազրկելուց հետո առաջացել էր սահմանադրական վեճ։ Հանրապետության նախագահը չէր ստորագրում հրամանագիր Օնիկ Գասպարյանի պաշտոնից ազատելու եւ ոչ էլ դիմեց սահմանադրական դատարան։ Այդ ժամանակահատվածում
Նիկոլ Փաշինյանը ինքը Արտակ Դավթյանին նշանակեց նորից շտաբի պետ։ Իսկ այդ ընթացքում շտաբի պետի պատասխանատվությունը ինքնակոչ կերպով ստանձնեց Ստեփան Գալստյանը, որը հիմա նույնպես գտնվում է բանտում։ Երկար ժամանակ Արտակ Դավթյանին պաշտոնից ազատելուց հետո մենք չենք ունեցել զինված ուժերի շտաբի պետ ընդհանրապես։ Այդ ընթացքում այդ պաշտոնական պարտականությունները կատարել է Կամո Քոչունցը։ Խնդրում եմ չշփոթել Լիլիթ Մակունցի հետ։ Հիմա պաշտոնը ստանձնել է Էդուարդ Ասրյանը, որը շատ հանգիստ է վերաբերվում Հայաստան թշնամու ներխուժմանը եւ քաղաքական պաշտոն է զբաղեցնում, լինելով նաեւ պաշտպանության փոխնախարար։ Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ այս ժամանակահատվածում Արցախի պաշտպանության բանակում նշանակվել է 4 բանակի հրամանատար։ Կարեն Աբրահամյան, Ջալալ Հարությունյան, Միքայել Արզումանյան, Կամո Վարդանյան։ Դրանցից երկուսը անցնում են քրեական գործերով։ Իդեպ ասեմ, որ 2020 թվականի պատերազմից առաջ Արցախի պաշտպանական շրջանների գրեթե բոլոր հրամանատարները փոխվել են, մի քանի ամիս առաջ է նշանակվել, բացառությամբ մեկին Կարեն Ջալավյանից Քյոխ անունով, որի պաշտպանական շրջանում թշնամուն ցուցաբերվել է պատշաճ դիմադրություն։ Պաշտոններից հեռացվել են բազմաթիվ զինվորականներ, երիտասարդ, բանիմաց, դեռևս փորձառություն ունեցող, դեռևս ծառայությանը պիտանի, տարբեր ժամանակներում, որի պայմանագրի ժամկետը ընդհատվել է, հեռացվել է պաշտոնից։ Ասենք օրինակ, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը, մինչև ձերբակալություն, մինչև քրեական գործ, լրացավ նրա պայմանագրի ժամկետը, փոխարենը նրա հետ կնքեն նոր պայմանագիր եւ հնարավորություն տան արտծառայելու բանակում, օգտագործեն նրա գիտելիքները, նրա կարողությունները, փորձառությունները բանակի համար, երիտասարդ գեներալին ազատել են զինվորական ծառայությունից։ Այդպիսի դեպքերը շատ են։ Այդպիսի դեպքերի համար մեծ առիթ է եղել 2021 թվականի փետրվարի 25-ը, երբ որ զինված ուժերի 41 գեներալներ եւ գնդապետներ հանդես եկան վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող հայտարարությամբ։ Իդեպ ասեմ ձեզ, որ հայտարարության տեքստում ասում է հետևյալը. ՀՀ վարչապետը եւ կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու adekvat որոշումներ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային եւ ճակատագրական իրավիճակում։ Գործող իշխանությունների արդյունավետ կառավարումը եւ արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին։ Եվ երկրի կործանումը ազդարարող զինվորականները փոխարենը կատարեն իրենց սահմանադրական պարտականությունը եւ երկիրը փրկեն թշնամու տիրապետությունից, հանդես են գալիս միայն հայտարարությամբ եւ հետո դիմում վարչական դատարաններ։ Այնուհետև այդ հայտարարությունը ստորագրած 10-ից ավել գեներալներ եւ սպաներ ժամանակի ընթացքում ազատվել են զինվորական ծառայությունից, նրանց դեմ Նիկոլ Փաշինյանը հարուցել է քրեական գործեր, նրանց մի մասը գտնվում են բանտերում, մի մասը քրեական գործերի սպառնալիքով լուռ ու մունջ շարունակում են իրենց գործունեությունը, չմասնակցելով հունիսին Տաթև համայնքում կազմակերպված ոչխարների խուզման փառատոնին։ Չեմ թվարկում նրանց բոլորի անունները, այդ ցանկը կարող եմ նաև հրապարակել։ Վերջին շրջանում տեղի ունեցել զինված ոնց որ պատերազմից առաջ Արցախի պաշտպանական շրջանների հրամանատարներն էին փոխվում, նույն տրամաբանությամբ վերջին մի քանի ամսվա մեջ իրականացվել է երկրորդ բանակային կորպուսի, որը պատասխանատու է Գեղարքունիքի մարզի պաշտպանության կազմակերպման եւ Վայոց ձորի որոշ հատվածների եւ հատուկ բանակային կորպուսի ողջ հրամանատարական կազմի փոփոխություն։ Երկրորդ բանակային կորպուսի համար պատճառ էին դարձրել 15 զինծառայողների մահվան հանգամանքները, որով քրեական գործով առայժմ որևէ հիմնական պաշտոնազրկված բարձրաստիճան զինվորականներից մեղադրանքը առնվազն չի հիմնավորվել։ 2023 թվականի ապրիլի 12-ին պաշտոնից ազատվել է Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար Արման Մարչալյանը, ով որ նաև Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման
եւ սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի կազմում էր ընդգրկված եւ նրա փոխարեն որևէ նշանակում այդ պաշտոնում չի արվել։ Սա արվել է այն դեպքում եւ այն ժամանակում, երբ սահմանների պահպանության ֆունկցիան կառավարության որոշմամբ բանակից դրվել է ԱԱԾ սահմանապահ զորքերի վրա։ Այս պահի դրությամբ հաշվեք արդեն 23 թվականի ապրիլի 12-ից ապրիլ-մայիս, հունիս 2 ամիսը մեր սահմանապահ զորքերը գործում են առանց հրամանատարի։ Նույն ձևով մարտի 14-ից պաշտոնից ազատվել է զորքերի միացյալ խմբավորման հրամանատար գեներալ լեյտենանտ Տիգրան Փարվանյանը եւ այդ պաշտոնում որևէ նշանակում չի արվել, որպեսզի պարզ լինի ասեմ, որ միացյալ ուրեմն զորքերի ուժերի միացյալ խմբավորումը ենթադրում է հայ-ռուսական ռազմական համատեղ ուժերը։ Այսինքն այդ ուժերը, հայ-ռուսական ռազմական ուժերը հիմա գործում են առանց հրամանատարության։ Շուրջ 1 տարուց ավել է թափուր են զինված ուժերի գլխավոր շտաբի պետի 2 տեղակալների պաշտոնները։ Այն պահից, երբ քրեական գործ էր հարուցվել եւ պաշտոնազրկվել էին, ձերբակալվել են, մյուսը գտնվում է ստորագրությունով չբացակայելու մասին մեղադրյալի կարգավիճակում, Ստեփան Գալստյանը եւ Անդրանիկ Մակարյանը նրանց պաշտոնից ազատելուց հետո մինչ օրս զինված ուժերի գլխավոր շտաբի պետի 2 տեղակալների պաշտոնները թափուր են։ Ասենք մի պահ պատկերացրեք, որ Նիկոլ Փաշինյանին զեկուցեն, որ թափուր են մնացել ոստիկանության կենտրոնի բաժնի պետի 2 տեղակալների պաշտոնները։ Սրտաճակ կլինի Նիկոլ Փաշինյանը, եթե իմանա, որ ոստիկանությունում պաշտոն կա, որը թափուր է մնացել։ Բայց նրան բացարձակապես չի հետաքրքրում այն փաստը, որ զինված ուժերի շտաբի պետի տեղակալների պաշտոնները թափուր են։ Այսինքն այդ պաշտոնները դրանք աշխատավարձ կամ պարգևավճար ստանալու համար չեն, դրանցից յուրաքանչյուրը ունի հստակ ֆունկցիա, մարտական խնդիրներ, համակարգման գործառույթներ զինված ուժերի կոնկրետ ստորաբաժանումների, որոնք հիմա մեր երկրում այս պատերազմական թշնամու սպառնալիքների տարվա ընթացքում ադրբեջանա-թուրքական 16 հայտարարված զորավարժությունների ժամանակաշրջանում մեր երկրի պաշտպանության նախարարն Սուրեն Պապիկյանը իր 2 տեղակալներով անհայտ, անպիտան, շտաբի պետը մի զինված ուժերում անհայտ հեղինակություն չվայելող զինվորական, որի տեղակալները, պաշտոնները թափուր։ Ահա այս նպատակային հատուկ անպաշտպան վիճակն է ստեղծված Հայաստանի զինված ուժերում։ Նիկոլ Փաշինյանը պատերազմից հետո հատկապես հարուցել է տվել հազարավոր քրեական գործեր զինվորականների նկատմամբ։ Դրանք վերաբերվում են մի մասը պատերազմական հանգամանքներով, ով մասնակցել է պատերազմին, անցնում է որևէ քրեական գործով։ Եթե չէ, ապա զորամասում ծառայության ընթացքում չարաշահումներ, դիզվառելիք, համազգեստ եւ խոսքը վերաբերում է հազարավոր քրեական գործերի։ Եթե ամեն քրեական գործով դատավարական կարգավիճակ ունենա 5 սպա, նշանակում է մոտ մի 50, եսի մի 5000, եսի տասնյակ հազարավոր, մեր ամբողջ բանակի երևի թե ողջ սպայական կազմը, միջինից բարձր սպայական կազմը հիմա քրեական գործերում ունի դատավարական կարգավիճակ, կամ մեղադրյալ, կամ առնվազն վկա, որը ցանկացած պահի կարա վերափոխվի որպես մեղադրյալի։ Ինչի համար է դա արվում, որպեսզի զինված ուժերում, բանակում երբևէ բունտ չհասունանա, որպեսզի բոլոր զինվորականները կաշկանդված լինեն անձնապես իրենց քրեական կարգավիճակով։ Ամբողջ բանակը այս հայրենիքի գողը դարձել է, հռչակել է հանցագործներ։ Սրանք մի մասը։ Մյուսները դրանք ուղղակի դավաճաններ են։ Ազգային անվտանգության ծառայությունը միայն վերջին 1 տարվա ընթացքում մոտարապես 5 տեսանյութ եւ մամուլի հաղորդագրություններ է հրապարակել, որով այս կամ այն զինվորականները հիմնականում միջին եւ բարձր օղակի մեղադրվում են պետական դավաճանության մեջ, հայրենիքի դավաճանության, թշնամուն ռազմական բնույթի տեղեկություններ փոխանցելու մեջ։ Սա արվում է այն դեպքում, երբ որ Նիկոլ Փաշինյանը
խոստովանել է, որ թշնամուն է փոխանցել մի քանի միլիարդ դոլարի նյութական արժեք ունեցող ամբողջ Արցախի ականապատ դաշտերի քարտեզները։ Նիկոլ Փաշինյանի որևէ մեղադրանք դրա համար չի ներկայացվել, բայց ահա Զորամասի համարը Facebook-ի մի գեղեցկադեմ աղջկա օկտատիրոջը փոխանցող $200 դիմաց, որը չի ստացել։ Այդ դրանք են այդ ԱԱԾ հաղորդագրությունները։ Մեկի մոտ հարց չի առաջանում, այդ ոնց եղավ, որ մեր զինվորականները մինչև 2018 թվականի ադրբեջանա-թուրքական հեղափոխությունը նրանք հայրենիքն էին պաշտպանում։ Իսկ հենց Նիկոլ Փաշինյանն եկավ իշխանության ղեկին, նրանք դարձան հայրենիքի դավաճաններ։ Ընդ որում, այդ քրեական գործերի մի զգալի մասը տենց էլ մեղադրանքը չի ապացուցվել, ավելին մարդիկ ազատ են արձակվել, բայց տեսանյութերը մնացել են YouTube-ում, մամուլի հաղորդագրությունները մնացել են այդպես եւ փորձում են մեր զինվորականներին ներկայացնել իբրև դավաճաններ։ Նույնը վերաբերում է նաև գերիներին։ Մինչև 2021 թվական ազգային ժողովի ընտրությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասում էր գերիները մեր եղբայրներն են։ Եթե գերիները են գալի, մեր եղբայրները վերադարձան եւ այլն։ 2021 թվականին երբ որ ընտրվեց ազգային ժողովից հայտարարեց, մենք պիտի հասկանանք այդ մարդիկ ինչի են հայտնվել գերության մեջ։ Այդ պահից սկսած Հայաստան ինչքան գերի է եկել Ադրբեջանի բանտերից, միանգամից հարուցվել են քրեական գործեր եւ նրանց նկատմամբ ներկայացվել են մեղադրանքներ, որոշները նույնիսկ ձերբակալվել են։ Այսինքն ադրբեջանական բանտերից Նիկոլ Փաշինյան նրանց տեղափոխել է հայկական բանտեր։ Դրա հետ միասին ուրեմն սկսել են տեղեկություններ տարածել, վարկաբեկել մեր զինվորականների, մեր բանակին դասալքության մեջ։ Իլհամ Ալիևը հայտարարություն էր տարածել, որ Ադրբեջանի բանակում պատերազմի ժամանակ դասալիկներ չեն եղել։ Հայկական բանակում եղել է 11,000 դասալիկ։ Այդ հայտարարությունից մի քանի օր հետո վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Տավուշի մարզում զոհված զինծառայողներից մեկի հուշաքարի բացման արարողության ժամանակ ելույթ ունենում եւ ասում է, որ կրկնում Ալիևի կողմից հրապարակած թիվը եւ ասում, որ պատերազմի ժամանակ հայկական բանակն ունեցել է 11,000 դասալիկ։ Նույն թիվը, ինչ որ ասել է Իլհամ Ալիևը։ Քննչական կոմիտեն չի հաստատում այդ թիվը, այսինքն քննչական կոմիտեում հարուցված քրեական գործերով դասալքության մեղադրանք շատերին դեռևս չապացուցված ներկայացված է մի քանի 100 զինվորականի նկատմամբ։ Մի քանի 100։ Իսկ Աննա Հակոբյանը կրկնելով Իլհամ Ալիևին խոսում է 11,000-ի մասին։ Այսինքն ինչ են սրանք ասում, որ մեր բանակում փաստացի այս մասը ամփոփելով ըստ Նիկոլ Փաշինյանի եւ Աննա Հակոբյանի ծառայության են մնացել հանցագործները, դավաճանները եւ դասալիկները։ Սա դիտման բարվում բանակը ստորացնելու, նսեմացնելու համար։ Ինչ են սրանք քարոզչական հնարքներով խաբել մեր ժողովրդին եւ դրա փոխարեն կործանել բանակը սպառազինությունների ձեռքբերման իմաստով։ 2019 թվականին Պաշտպանության նախարարությունը տեղեկատվություն է տարածել Su-30 SM կործանիչներ ձեռք բերելու վերաբերյալ։ 2020 թվականի հուլիսի 3-ին Նիկոլ Փաշինյանն ասել է Facebook-ում գրառում է կատարել եւ ասում է ինքը գնաց նկարվեց այդ սուերի մեջ, հիշում եք այդ նկարները կա Դավիթ Տոնոյանի հետ, որ հետո կանգնած մայիսի 9-ին Սենց ինքը կանգնած մանումենտում այդ սույերը, այդպես միասին գալի թռնում են իր գլխավերևով, ինքը նկարվում այդ ամեն ինչը կա։ Հուլիսի 3-ին Նիկոլ Փաշինյանը Facebook-ում կատարում է հետևյալ գրառումները։ Մեր Su-30 SM-ները 3 մարտական խոցումով առաջին վարժական թռիչքներն են իրականացել, փորձարկելով երկիր հրթիռներ գրոհային գործողության համար։ Բոլոր թիրախները խոցվել են բարձր ճշգրտությամբ։ Սա Նիկոլ Փաշինյանի Facebook-յան գրառումն է 2020 թվականի հուլիսի 3-ին։ Հետագայում պարզվում է, որ սույերը գնել են, սակայն հրթիռներ չեն գնել եւ սույերը հրթիռներ չեն ունեցել։ Ինքն է հետագայում ասել, որ եթե նախորդ իշխանությունները սույեր գնացել են, իրանք էլ հրթիռները կառնեին։ Հետևաբար հարց առաջանում, բայց եթե սույերը հրթիռներ չեն ունեցել, հուլիսի 3-ին վարժական թռիչքների ժամանակ ո՞նց են խոցել բոլոր նշանակակետերը։ 2021 թվականի մարտի 20-ին Նիկոլ Փաշինյանը Արագածոտնի մասում հայտարարել, որ Հայաստանը Ռուսաստանի Su-30 SM կործանիչներ է գնել առանց հրթիռների։
Հետո իրեն ազգային ժողովում հարց են տալի, թե ոնց ալնում է հակասությունը, ուշադիր լսեք պատասխանը Նիկոլ Փաշինյանի։ Վարժական թռիչքների ժամանակ օգտագործվել են հրթիռներ, որոնք նախկինում զինված ուժերի զինանոցում արկա են եղել։ Այսինքն մի դեպքում ասում է, որ եթե նախկինները սուեր առածել էին, իրենք հրթիռներ կառնեին, պարզվում է իր ասելով, որ նախկինները առել են հրթիռներ առանց սուերի։ Իրականում ոչ դա կարող լիներ, ոչ էլ դա կարող լիներ։ Ընդամենը խաբել է ժողովրդին, ինչի համար, որպեսզի փոխի զինված ուժերի պլանը, որը հաստատվել էր 2016 թվականի ապրիլյան 4-օրյա պատերազմից հետո եւ զինված ուժերում գնահատելով թշնամու կարողությունները, մասնավորապես անօդաչու թռչող սարքերը, պլանում նախատեսված են եղել ձեռք բերել հակաօդային պաշտպանության միջոցներ հետագա ռազմական գործողություններում կիրառելու համար։ Նիկոլ Փաշինյանը փոխել է այդ պլանը եւ հակաօդային պաշտպանության միջոցների փոխարեն 120 միլիոն դոլարով ձեռք են բերել ըստ էության մետաղի ջարդոն կամ մետաղական խաղալիքներ, սու կործանիչներ, որոնք ունեն հրթիռներ եւ չեն կարող կատարել մարտական առաջադրանքներ։ Իդեպ ասեմ, որ 44 օրյա պատերազմի ընթացքում այդ ձեռք բերված սու 30 SM կործանիչներից ոչ մեկը մարտական թռիչք չի իրականացրել եւ մարտական առաջադրանք չի լուծել։ 2020 թվականի բյուջեի պաշտպանության նախարարությանը հատկացվել է 307 միլիարդ դրամ, որը 2018-ի փաստանյութ գերազանցում է 28%-ով։ Նիկոլ Փաշինյանը այդ ժամանակ հայտարարել է, որ ձեռք են բերել Տոր M2KM եւ OSA-AK հակաօդային պաշտպանության համալիրներ եւ ասում է, կառավարությունը փակել է 80-ականների զենքի ամոթալի էջը, որովհետև ձեռք բերված սպառազինությունները կամ 2019 թվականի արտադրության են կամ չօգտագործված։ Հիմա փաստեր։ Փաշինյանի իշխանության օրոք Հայաստանը Հորդանանից ձեռք է բերել անպիտան OSA-AK հակաօդային պաշտպանության համալիրներ, որոնք միայն մեր երկրու մոդեռնիզացումից հետո ենթակա եղան կիրառման։ Այս մոդելի բոլոր համալիրները արտադրվել են դեռևս մինչև 1980 թվականը։ 2019 թվականի ընթացքում Հայաստան այլ սպառազինությունների շարքում գնել է նաև սերբական Zastava M55 զենիթային կայանք, որը թողարկվել է ուշադրություն 1955 թվականին։ 2020 թվականի նոյեմբերի 19-ին հայերի մամուլի ակումբում նախկին գլխավոր շտաբի պետ եւ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Մովսես Հակոբյանը հայտարարել է, սա կարևոր է։ 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո ռազմաքաղաքական ղեկավարությունը որոշել է ձեռք բերել այնպիսի սպառազինություն, որը կհամապատասխանի ժամանակից մարտահրավերներին, նոր սերնդի պատերազմին։ Ձեռք են բերվել Սմերջ, համազգային կրակի ռեակտիվ համակարգեր, Տոր, Իգլա-S, Վերբա տեսակի զենիթահրթիռային համակարգեր։ Դրանք այն զենքերն են, որոնք այս պատերազմում խոցում են իրականացրել։ Տորի մի մասը ձեռք է բերվել 18-ին, նաև մեծ քանակությամբ նռնականետեր, հրետանային հրթիռներ, որոնք դեռ 17-ին են նախանշված եղել։ Եվս 2 դիվիզիոն Տոր 18 թվականին ձեռք է բերվել, որի 10% կանխավճարը արված է եղել 1 դիվիզիոն Սմերջը իր մարտալրակազմով։ Պիտի կատարելագործվեր մեր Իսկանդերի համակարգը, բայց գործող պլանը փոխել են, ձեռք են բերել Սու 30 կործանիչներ, օսաներ, զինված ուժերի 23 զենիթային համակարգեր, կարծաքննեք, քանիստ են դրանցից կիրառվել, պատասխան, ոչ մեկը։ Այսինքն Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման շրջանում ձեռք բերված սպառազինությունները պատերազմի ժամանակ կիրառություն չեն ունեցել։ Իսկ Արայիկ Հարությունյանը, Ղարաբաղի նախագահ, 2020 թվականի հունիսի 20-ին հայտարարել է, որ 16 թվականին ապրիլյան պատերազմի ժամանակ Ստեփանակերտի օդը անպաշտպան էր։ Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տվել է հարցազրույց։ Միաժամանակ Հարությունյանը, ով 16-ին Լեռնային Ղարաբաղի վարչապետն էր, ընդգծել է, որ այսօր ունենք շատ ավելի ապահով օդ։ Սա ասել է Արցախի նախագահը 2020 թվականի հունիսին, այն դեպքում եւ 44 օրյա պատերազմում փաստացի ադրբեջանական բոլոր
անօթաչու թռչող սարքերը, ոչ միայն բայրակտարները, այլ նաև մյուս անօթաչուները գործել են գրեթե անարգել եւ դարձել են մեր հիմնական զինծառայողների մահվան պատճառ։ Նիկոլ Փաշինյանի բանակը ստորացնելու քարոզչական հնարքներից մեկն էր ելակը բանակում։ 2020 թվականի ապրիլի 8-ին վարչապետը իր Facebook-յան էջում տեսանյութ է հրապարակել եւ կից գրել է, որ ելակը մտավ Զորամաս։ Ավելի ուշ պարզվել է, որ 168 AM-ի տեղեկություններով 20 թվականի գարնանը եւ կորոնավիրուսը մոտ գործեց Հայաստան, Արթիկի ջերմոցային տնտեսության համար փակվեցին ելակը սպառելու բոլոր տարբերակները, ու այդ պայմաններում տնտեսության տնօրինությունը դիմեց ընտանիքի քավոր այդ ժամանակվա պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին բանակի ճաշացանկում ելակ ավելացնելու խնդրանքով։ Տոնոյանը ընդառաջում է Վարդանյաններին ու ամբողջ ելակը բանակի միջոցներով գնում։ Ճակատագրի հեգնանքով Տոնոյանն այսօր կալանավորված է, իսկ Ոսկան Վարդանյանը նշանակվել է Արթիկի քաղաքապետի տեղակալ։ Կան տեղեկություններ, որ այս ընտանիքը կապ ունի Նիկոլ Փաշինյանների ընտանիքի հետ, այն ժամանակ, երբ Փաշինյանը գտնվել է Արթիկի բանտում, Աննա Հակոբյանը ճաշը տաքացրել է սրանց բնակարանում։ Ես չեմ հաստատում այդ տեղեկությունը, սա մամուլի տեղեկություն է։ 2022 թվականի հունվարի 28-ին այս իշխանությունները չեն տոնել հայկական բանակի զինված ուժերի կազմավորման 30-ամյակը։ Սկզբնական հայտարարել են, որ Dvin Music Hall-ում հայկական բանակի տոնը Dvin Music Hall-ում հրավիրատոմսեր են բաժանել, բայց չեղարկել են այդ միջոցառումը մի քանի օր առաջ պատճառաբանելով Նիկոլ Փաշինյանի եւ Սուրեն Պապիկյանի կորոնավիրուսով վարակված լինելու հանգամանք։ Ասեմ ձեզ, որ Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսով իբր վարակվել էր շատ ավելի վաղ։ Սրանց ընտանիքում 5 օր է տևել, ամբողջ աշխարհում 14 օր, սրանց մոտ 5 օր։ Ու եկել է բանակի 30-ամյակի օրը Նիկոլ Փաշինյանը հիվանդացել է կորոնավիրուսով։ Ասեցին, որ այդ տոնը կնշվի տարվա ընթացքում մեկ ուրիշ օր։ Այդպես էլ չնշվեց, դա ես վստահ եմ, որ Իլհամ Ալիևի պահանջներից է, որ հայկական բանակը չնշվի, չմեծարվի։ Բացի դրանից, որ որևէ տոնակատարություն չի արվել, որևէ ուղերձներ չեն եղել, ոչ ոստիկանության պետը, ոչ ԱԱԾ տնօրենը, ոչ պաշտպանության նախարարը բանակի 30-ամյակի կապակցությամբ ուղերձ չի եղել։ Ոչ մի զինվորական նախագահի հրամանագրով կամ ազատամարտիկ կամ կամավորական բանակի 30-ամյակի կապակցությամբ չի պարգևատրվել։ 2019-ին բանակի օրը նշել են մոտավորապես միայն եռաբլուր այցելելով, նույն եղել է 20-21 թվականներին։ Խոստացան, որ բանակը կապահովեն մոդուլային կացարաններով։ Ինչու մոդուլային։ Իդեպ ասեմ դες, որ մոդուլային կացարանները հիմնականում սրանք մտադիր են տեղակայել, ասենք օրինակ տեղակայված է ջերմուկում, ջերմուկի հիմնական գումարտակը տեղակայված է մոդուլային կացարաններում։ Ինչի համար, որպեսզի չունենան կայուն ռազմաբազաներ, ակնհայտորեն դա թշնամուն հանձնելու մտադրության ուղիղ դրսևորումը։ Նույնը վերաբերում է Սյունիքի մարզում։ Այդ կացարանների մասին մենք իմացանք 15 զինծառայողների մահվան ժամանակ, երբ որ պարզվեց, թե ինչ պայմաններում, ինչ կացարաններում են ապրում, առաջնագծում մարտական առաջադրանք կատարող մեր զինծառայողները։ Հետո Էդմոն Մանուկյանը հայտարարեց, որ Իտալիայից ձեռք են բերում, ձեռք են բերել կացարաններ, պաշտպանության նախարարի մամուլի խոսնակը հայտարարեց ու լռություն այդ թեմայով։ Ժամանակավոր կացարանները տեղակայվում են այն վայրերում, որոնք այս դավաճանախումբը մտադիր է հանձնել թշնամուն։ Վայոց ձոր, Սյունիք։ Միֆ տարածեցի սպառազինությունների ձեռքբերման համար, որ ձեռք են բերում Հնդկաստանից, ձեռք են բերում Ֆրանսիայից, զարկ են տալիս ռազմաարդյունաբերության զարգացմանը։ Կեղծ չհիմնավորված տեղեկություններ։ Ոչ մի զինատեսակ Հնդկաստանից Հայաստան չի եկել, եւ իմ խորին համոզմամբ ոչ էլ գալի է։ Չի կարա Հնդկաստանում գոյություն ունենա թեկուզ մեկ զինատեսակ, որի անալոգը չարտադրի ռուսական ռազմաարդյունաբերությունը։ Հետևաբար, եթե ՀԱՊԿ-ի անդամ լինելով, ներքին շուկայի գներով դու հնարավորություն ունես սպառազինություն ձեռք բերես, ինչի՞ չես ձեռք բերում։ Ռուսաստանից որևէ սպառազինություն այս ժամանակահատվածում հետ պատերազմյան ընթացքում զինված ուժերը ձեռք չի բերել։ Ավելին ասեմ ձեզ, երկու անգամ ձերբակալվել է
եւ հիմա կալանքի տակ է գտնվում Պաշտպանության նախարարության հիմնական սպառազինությունների մատակարար հանդիսացող Դավիթ Գալստյանը։ Դավիթ Գալստյանի ձերբակալությունը իմ խորին համոզմամբ ունի միայն մեկ նպատակ՝ նրան պահել կալանքի տակ վերցնել նաև նրա ղեկավարած ընկերության հաշվի համարները, գույքը, գործունեությունը, որպեսզի խափանեն բանակին հնարավոր սպառազինություններով մատակարարումը։ Այսինքն, մյուս կողմից վարկաբեկում է մեր զինվորականներին, մեկ այլ կողմից բանակը թողնում են առանց սպառազինությունների։ Ի հակադրություն դրան ասեմ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ արդեն Ադրբեջանը վերականգնել է նախապատերազմյան շրջանի իր ողջ զինանոցը, սպառված, կործանված եւ կորցրած բոլոր զինատեսակները համալրվել են, ավելին կնքվել են նոր սպառազինությունների ձեռքբերման պայմանագրեր, որոնք մինչ այդ Ադրբեջանի զինված ուժերում չեն եղել, եւ Ադրբեջանը 2.5 անգամ ավելացրել է հատուկ նշանակության Յաշմա եւ կոմանդո ռազմական ստորաբաժանումները, որոնք տեղակայված են Հայաստանի եւ Արցախի սահմաններին, ունենալով հստակ մտադրություն։ Իսկ Հայաստանում ռազմարդյունաբերություն են զարգացնում, չփորձարկված, մարտական փորձարկում չանցած, մարտական խնդիրների լուծման առումով չապացուցված դրոններ, որոնք աննշան մաս կարող են կազմել մեր ռազմական կարիքների ապահովման համար։ Իսկ միայն 44 օրյա պատերազմում, սիրելի հայրենակիցներ, Արցախի պաշտպանության բանակը կրել է 5 միլիարդ դոլարի նյութական կորուստ, որոնց մի մասը ամբողջությամբ նոր չօգտագործված սպառազինություններ, զենք եւ զինամթերք ադրբեջանցիներ ուղղակի զավթել են իբրև ռազմավար։ Այս թեմայի մյուս կարևոր ենթաբաժինը բանակը վարկաբեկելու եւ նսեմացնելու կոչվում է կանայք բանակում։ Ուրեմն ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանի կինը Աննա Հակոբյանը, կրելով զինվորական համազգեստ, բազմաթիվ անգամներ ամուսնու հետ այցելել է սահմանամերձ բնակավայրեր, զորամասեր եւ եղել առաջնագծում։ Ձեզնից ոչ ոք, սիրելի հայրենակիցներ, զինվորական համազգեստով չի տեսել Լևոն Տեր-Պետրոսյանի տիկնոջը Լյուդմիլա Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանի տիկնոջը Բելլա Քոչարյանին, Սերժ Սարգսյանի տիկնոջը Ռիտա Սարգսյանին։ Հայաստանի ոչ մի ղեկավարի կին երբևէ զինվորական համազգեստ չի կրել։ Դա արել է միայն Աննա Հակոբյանը եւ մեծ ինտենսիվությամբ։ Ավելին, նա զորամասեր եւ առաջնագիծը այցելել զինվորական համազգեստով առանց նաեւ իր ամուսնու ուղեկցությամբ, իբրև զինվորական հրամանատար, ով է թույլ տվել պետության ղեկավարի ընտանիքի անդամին, չունենալով դրա իրավունք եւ որևէ գործառույթ ու կարգավիճակ, կրել զինվորական համազգեստ, այցելել առաջնագծի զորամասեր եւ ծանոթանալ իրավիճակին։ 2018 թվականի հոկտեմբերի 8-ին ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից մի քանի ամիս անց Աննա Հակոբյանը կանայք հանուն խաղաղության արշավ է նախաձեռնել եւ մեկնել է Արցախ, նպատակ եղել է Հայաստանում եւ Արցախում խաղաղություն հաստատելը։ Տեղեկությունը վերցրել եմ Աննա Հակոբյանի պաշտոնական կայքից։ Աննա Հակոբյանը նշել է, որ արշավի ուղերձն առաջին հերթին կնոջ եւ մոր խոսքն է։ Կանայք կարող են համախմբվել, միանալ եւ իրենց խոսքն ու ջանքերն ուղղել հանուն խաղաղության, հանուն նրա, որ հայ-ադրբեջանական եւ Արցախա-ադրբեջանական սահմանին այլևս կրակոցներ չլինեն եւ կողմերը զոհեր չտան, մինչեւ երկու երկրների կառավարություններն ու առաջնորդները կգան հակամարտության կարգավորման հարցում լուծման։ Եվ որպես նվեր Աննա Հակոբյանի կողմից այդ արշավի մասնակիցներին տրամադրվել են զարդեր պատրաստված հալված փամփուշտներից։ Այսինքն այն խորհրդով, այն սիմվոլիկայով, երբ որ բոլոր պատերազմների ժամանակ կանայք իրենց զարդերն են նվիրաբերել պետությանը, որպեսզի այդ զարդերը վաճառեն եւ դրանով զենք, զինամթերք, սպառազինություններ ձեռք բերեն հայրենիքը պաշտպանելու համար։ Աննա Հակոբյանը որոշել է 2018 թվականին ուշադրություն դա անել ճիշտ հակառակը,
զենքերը, փամփուշտները ձուլել եւ դրանից պատրաստել զարդեր կանանց համար, որոնցից մի գլխավոր զարդը կրել է ինքը այդ արշավի ժամանակ։ 2020 թվականի սեպտեմբերի 2-ին Աննա Հակոբյանը եւ մի խումբ արցախցի կանայք անցել են մարտական եւ կրակային պատրաստության 7-օրյա դասընթաց։ Դա տեղի է ունեցել օգոստոսի 25-ից 31-ը, խնդրում եմ ուշադրություն ամսաթվերին։ Ես խոսում եմ 2020 թվականի օգոստոսի 25-ից 31-ի մասին, որին հաջորդող սեպտեմբերի 27-ին սկսվել է 44-օրյա պատերազմը։ Հիմա կարող է մեկի մոտ հարց առաջանա, չէ՞, թե պատերազմից 25 օր առաջ ինչ գործ ուներ Աննա Հակոբյանը անհասկանալի կանանց հետ Արցախի պաշտպանության բանակի զորամասերից մեկում, որտեղ անցկացվել է հավաք, ներգրաված են եղել Արցախում բնակվող տարբեր տարիքի եւ մասնագիտություն ունեցող 15 կանայք։ Կարող եք ասել, ինչ սկզբունքով են ընտրվել նրանք, ովքեր են նրանք, ինչ են նրանք մտել զորամասի տարածք, գիշերել այնտեղ, կրակել զինատեսակներից, ինչ նպատակ ու խորհուրդ է դա եղել։ Իսկ հիմա մի ուրիշ փաստ։ Պարզվում է, որ Էռատո կանանց ջոկատը, որի հրամանատարը եղել է Աննա Հակոբյանը, դրա մասին մենք իմացել ենք 2020 թվականի սեպտեմբերի 27-ից սկսված 44 օրյա պատերազմի կեսերին։ Ուրեմն այդ մասին է հայտարարվել Էռատո ջոկատի գոյության մասին, բայց պարզվում է, որ Էռատո ջոկատը ստեղծվել է 2018 թվականին, այսինքն այն պահին, երբ տեղի ունեցել ադրբեջանա-թուրքական հեղափոխություն եւ Նիկոլ Փաշինյան եկել է իշխանության, դեռ այդ ժամանակ Աննա Հակոբյանը ստեղծել Էռատո ջոկատը, որի մասին չի հանրայնացվել։ Դրա մասին հանրայնացվել է միայն 44 օրյա պատերազմի կեսին, իսկ նոյեմբերի 6-ին նա իր Facebook-յան էջով հայտարարեց, որ 10-օրյա մարզումներից հետո պատրաստ են մարտական առաջադրանք կատարել, չնայած 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրվել էր հայտարարությունը հրադադարի մասին, դեռևս նոյեմբերի 13-ին իր Facebook-յան էջով Աննա Հակոբյանը հայտարարել է, որ Էռատո կանանց ջոկատը դեռևս գտնվում է Արցախում եւ շարունակում է պահել իրեն վստահված մարտական դիրքը։ 2022 թվականի նոյեմբերի 5-ին Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը այցելել է Զորավարժարան, որտեղ հետևել է Պաշտպանության նախարարության կազմակերպած հրաձգության դասընթացների մեկնարկին։ Այս փուլում առաջնահերթությունը տրվել է իգական սեռի ներկայացուցիչներին։ Այսինքն այս հետպատերազմյան շրջանում, երբ որ Ադրբեջանն իրականացնում է թուրք-ադրբեջանական զորավարժություններ, Հայաստանի պաշտպանության նախարարության պատասխան արձագանքը այն է, որ տուրիստական պիկնիկային ռեժիմով ընտրվում են կանայք, որոնք որ հրաձգության վարժանքներ են անցկացնում Մարշալ Բաղրամյանի անվան զորավարժանում, եւ դրան տրվում այնպիսի կարեւորություն, որ դրա մեկնարկին մասնակցում է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը եւ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը։ Իհարկե այդ միջոցառման այդ մասի, որ ասի պիտի շարունակություն լինի մարզերում, հետագայում այլևս ոչ մի լրատվություն մենք չենք հանդիպում։ Իսկ 2023 թվականին այս տարի կառավարության որոշմամբ ապրիլի 21-ին որոշում է կայացվել 6 ամսյա ժամկետով իրականացնել կանանց կամավոր պարտադիր զինվորական ծառայություն։ Այդ օրենքի նախագիծը ներկայացված է ազգային ժողովի քննարկմանը։ Այսինքն տղամարդիկ այլևս ի վիճակի չեն Հայաստանի բանակում ծառայելու եւ բանակում ծառայություն պիտի անցնեն կանայք։ Կանայք են դառնում գլխավոր դերակատարները։ Եվ դրա մի ուրիշ դրսևորում եղավ 2022 թվականի հունիսի 9-ին, երբ զինվորական համազգեստով երկրորդ բանակային կորպուս, ճիշտ այնտեղ, որտեղ զոհվել էին 15 զինծառայողները, որոնց մահվան հանգամանքները մինչև հիմա իրավապահներին պարզ չի, այցելում եւ լուրջ դեմքով քարտեզների մոտ իրավիճակին ծանոթանում է մեկ այլ կին, գլխավոր դատախազ, այս անգամ ոչ թե Աննա Հակոբյանը, այլ Աննա Վարդապետյանը։ Իդեպ ասեմ ձեզ, որ Արմլուր AM-ը տեղեկություն է տարածել ժողովուրդ օրաթերթը, որ Տիկին պաշտպանության նախարարը վերնագրով գեղարվեստական սերիալ է նախապատրաստում հանրային հեռուստաընկերությունը։
նկարանում է մի քանի մասից բաղկացած գեղարվեստական ֆիլմ։ Այդ ֆիլմի սյուժեի հիմքում պաշտպանության նախարարությունն է, որի միջոցով փորձում են առաջին պլան մղել կին զինվորականին եւ նրան դարձնել պաշտպանության նախարար, սակայն հանդիպում է բազմաթիվ խոչընդոտների։ Հենց այս ամենի շուրջ էլ հյուսում է ոչ ֆիլմի պատմությունը։ Ֆիլմի նկարահանումը պատվիրել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանը եւ այն հավանաբար կկոչվի տիկին պաշտպանության նախարար։ Այսինքն ամեն ինչ արվում է մեզ հոգեբանորեն նախապատրաստելու Աննա Հակոբյանի պաշտպանության նախարար լինելու ավետիսը ստանալու։ Ուրեմն դեպ ասեմ ձեզ, որ այս ժամանակաշրջանում մեկ այլ ուշագրավ փաստ է վարժական հավաքների իրականացումը։ 2021 թվականին դիմադրության շարժման ժամանակ այս իշխանությունները կազմակերպեցին եռամսյա վարժական հավաքներ, որին հիմնականում զորակոչում էին ընդդիմության հանրահավաքների մասնակցող երիտասարդները։ Ավելին, Ազգային ժողովի պաշտպանության անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հանձնարարական տվեց, ինչ իրավունք չուներ ոստիկանության պետի տեղակալին, որ բոլոր այն երիտասարդները, ովքեր որ հանրահավաքների վայրերից ապօրինաբար բերման են ենթարկվում ոստիկանության բաժիններ, նրանց տեղեկությունները փոխանցեն պաշտպանության նախարարություն եւ զինկոմիսարիատների, որպեսզի նրանք զորակոչվեն բանակ եռամսյա հավաքների շրջանում։ Եվ այդպես էլ տեղի ունեցել։ Անգամ եռամսյա հավաքի ծանոթագիր են ուղարկել Դաշնակցական Գեղամ Մանուկյանի ազգային ժողովի պատգամավոր որդուն, որը գտնվում էր ապօրինաբար կալանքի տակ։ Նույնիսկ կալանավորված մարդկանց ընդդիմադիր գործիչներին սրանք կանչում էին եռամսյա հավաքների։ Հիմա փոխել են կարգը, հավաքները դարձրել են 25 օր, ու այդ 25 օրից 10 օրը հավաքի մասնակիցները անցկացնում են նախնական պատրաստում, իսկ 15 օրը 10 օրը նախնական զինվորական պատրաստություն, 15 օրը տանում են առաջնագիծ մարտական հերթապահության։ Ինչ է սա նշանակում, որ սրանով թույլատնում են պայմանագրային զինվորական ծառայությունը եւ զինվորական ծառայության փոխարեն պայմանագրայինների բանակ են տանում ժամանակավոր 25 օրյա հավաքի մասնակիցներին, որոնց բարձրացումը իրականացվում է ոչ թե պետական բյուջեի, այլ մասնավոր ընկերությունների հաշվին, որովհետեւ ըստ օրենքի 25 օրյա հավաքին մեկնող քաղաքացու աշխատավարձը պահպանվում է, այսինքն մասնավոր ընկերությունները, մասնավոր սեկտորը նորից հարկի տակ է դրվում, պետությունը ինքը պիտի վճարեր պայմանագրային զինծառայողին, որն է 15 օր մարտական հերթապահություն անցներ, նրանց հետ խզում են պայմանագրերը կամ չեն երկարացնում պայմանագրերը, պետությունը այդ ուղղության վրա փող չի ծախսում, դրա փոխարեն մասնավորի վարձատրության հաշվին 15 օրով մարտական հերթապահության են ուղարկում սովորական քաղաքացիների, որոնք բնականաբար չեն կարող ունենալ պատշաճ զինվորական պատրաստվածություն եւ ռազմական գործողությունների ժամանակ շատ մեծ է նրանց սովվելու հավանականությունը։ Բայց սրանց համար Հայաստանի քաղաքացու կյանքը ոչինչ չի նշանակում։ Սրանց համար կարևոր է փողը, որը ստանում են միլիոններով, ձեռք բերելով հսկայական անշարժ, դրա մասին ես խոսեմ առաջիկայում։ Պաշտպանական ծախսեր։ Ուրեմն պետական բյուջեով 2022 թվականին իրականացվել է պաշտպանական ոլորտի թերֆինանսավորում։ Այսինքն, բյուջեով նախատեսված ծախսերը ֆինանսական միջոցների առկայության պարագայում չեն իրականացվել եւ հիմնականում չեն իրականացվել սպառազինությունների ձեռքբերման եւ զինվորականների համար անհրաժեշտ կացարանների պայմանների ստեղծման կապիտալ շինարարության ծրագրերը։ Նույն իրավիճակը տիրում է 2023 թվականի առաջին եռամսյակում։ Այսինքն, եթե պաշտպանության բնագավառի ծախսեր կան, ապա դրանք հիմնականում աշխատավարձ, համազգեստ, վառելիք եւ այլն, ընդ որում իրենց համար արդեն հասկանալի մատակարար ընկերությունների, իսկ սպառազինությունների ձեռքբերում եւ կապիտալ շինարարություն այդ ուղղությամբ իրականացումը ծախսերի թերֆինանսավորում։ Թերֆինանսավորում եղել է, ասեցի, 2022-23-ին։ Երբեմն թերֆինանսավորումից խուսափելու համար, որպեսզի ծախս ցույց տան, կանխավճարներ են փոխանցում տարբեր երկրների, որ իբր թե հետո պիտի զենքի մատակարարում լինի, հետո զենքի մատակարարում չի լինում, բնականաբար այդ կանխավճարները հետ է գալի կամ չի գալի, այսինքն ծախսը ցույց են տալի, բայց փաստացի սպառազինություն ձեռք չեն բերում։ Այդպիսի մի սկանդալային պատմություն եղավ այդպես հայտնի $100 միլիոն հետ, եւ որ Նիկոլ Փաշինյան ասաց, որ
Մեր ռազմավարական գործընկերներից մեկը $100 միլիոն կանխավճարը ստանալուց հետո հրաժարվել է մեզ սպառազինություն տրամադրել։ Բոլորս մտածեցինք, որ դա եթե ռազմավարական գործընկերն է, ուրեմն Ռուսաստանն է։ Հայկական ժամանակ օրաթերթը գրեց, որ իր հավաստի տեղեկություններով դա Ռուսաստանն է, հետո պարզվեց, որ դա եղել է Հորդանան։ Այսինքն մեր ռազմավարական գործընկերը, որը $100 միլիոն կանխավճար էր ստացել ու զենք չէր տվել, պարզվեց, որ դա եղել է Հորդանանը։ Տեղական ռազմարդյունաբերությունը ֆինանսավորում են ամբողջությամբ այն պատճառով, որովհետև դրանց տված սպառազինությունները ըստ էության փորձարկում անցած չեն, բացի ցույց են տալի, որ ռազմական ծախսեր են իրականացնում եւ տեղական ընկերություններին պահում են կառավարությունից, իշխանություններից կաշկանդված վիճակում։ Փաստացի, էականորեն մեր բանակը սպառազինություններով չի համարվել հետպատերազմյան շրջանում, իսկ ասեցի բանակի հիմնական մատակարար ընկերության ղեկավարը Դավիթ Գալստյանը, Պատրոն Դավո անվանումով հայտնի, արդեն ձերբակալված է երկրորդ անգամ եւ հանիրավի գտնվում անազատության մեջ, նորից եմ կրկնում, հիմնական նպատակ իմ խորին համոզմամբ սպառազինությունների խափանումն է։ Այս թեմայի վերջին բաղադրիչը դա զորավարժություններ են։ Ուրեմն յուրաքանչյուր տարի ըստ պլանի զինված ուժերի մի բանակային կորպուս ողջ զորակազմով անցկացնում էր զորավարժություններ Մարշալ Բաղրամյանի անվան մարտական հրաձգարանում։ Պատերազմից հետո նման որևէ զորավարժություն, որևէ բանակային կորպուս չի իրականացրել։ Զինված ուժերի գլխավոր շտաբի պլաններով տարեկան զորավարժություններ պետք է անցնեն բոլոր բանակային կորպուսները, նրանց կազմում գտնվող գնդերը եւ գումարտակները իրենց տեղակայման վայրերում, իրենց պաշտպանական գոտիներում։ Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքի տեղեկությունները ոչինչ չեն ասում պատերազմից հետո տեղակայման վայրերում բանակային զորամիավորումների կողմից իրականացվող մասշտաբային զորավարժությունների մասին։ Կրակային պատրաստություններ, բաներ, ասենք դասընթացներ, ինչպես օգտվել զենքից, բայց պլանային զորավարժություններ, ինչը որ միշտ իրականացվել է գլխավոր շտաբի պլաններով, հետ պատերազմյան շրջանում չի իրականացվում։ Չեն իրականացվում ՀԱՊԿ զորավարժություններ Հայաստանի տարածքում, Նիկոլ Փաշինյանը դա համարում է Հայաստանի անվտանգության համար սպառնալիք։ Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները չեն մասնակցում այլ երկրներում ՀԱՊԿ զորավարժություններին Հայաստանի տարածքից դուրս, իսկ դրա փոխարեն միայն 2023 թվականին ըստ Իլհամ Ալիևի հայտարարությունն վերջին անգամ մի քանի օր առաջ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Բաքվում հանդիպումից հետո հայտարարվեց, որ միայն 2023 թվականին նախատեսված է ադրբեջանա-թուրքական 16 զորավարժություն, որից 6-ը արդեն տեղի է ունեցել, 10 պլանով նախատեսված, իսկ դեռևս ավարտված չեն 2020 թվականին եւ 2021 թվականին անժամկետ զորավարժությունները թուրք-ադրբեջանական, որոնք իրականացվում են ինչպես Արցախում օկուպացված տարածքներում, այնպես էլ Թուրքիայում, Հայաստանի սահմանակից շրջաններում։ Պատերազմից հետո, նաև պատերազմից առաջ 2020 թվականին չեն իրականացվել եւ չեն իրականացվում շանտ հրամանատարաշտաբային զորավարժությունները, որոնք նախատեսված են պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման ոլորտի համար խաղաղ պայմաններից ռազմական դրության անցնելու համար։ Շանտ 2020 թվականը միշտ նախատեսված է եղել անցկացնել եւ միշտ անցկացվել ամեն տարի սեպտեմբեր կամ հոկտեմբեր ամիսներին եւ չգիտես ինչու 2020 թվականի պատերազմի ժամանակ դա տեղափոխվել է, նախատեսվել է անցկացնել նոյեմբերի 16-ից 20-ը, այսինքն այն ժամանակ, երբ որ պատերազմական գործողություններ են իրականացվել եւ դա այսինքն այդ պատերազմական շրջանում եւ շանտ հրամանատարաշտաբային զորավարժություններ նույնպես չեն իրականացվել եւ չեն իրականացվում։ Ուրեմն եզրահանգումները ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը եւ իր հանցախումբը հետևողանական կերպով թուլացրել եւ քայքայել են հայկական բանակը։ 5 տարում նշանակվել է պաշտպանության 4 նախարար, զինված ուժերի
գլխավոր շտաբի 7 պետ։ 44-օրյա պատերազմում բանակին պատճառվել է ահռելի մարդկային և նյութական վնաս, որը բնականաբար չի վերականգնվել։ 5000-ից ավելի անձնակազմ, այդ թվում միջին և բարձր օղակի զինվորական հրամանատարներ, որոշ տվյալներով հրամանատարական կազմի 1/4-ը զոհվել է պատերազմում։ Միայն Արցախի պաշտպանության բանակի նյութական կորուստը կազմել է $5 միլիարդ, որը հետպատերազմյան շրջանում որևէ ձևով չի վերականգնվել։ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո հետևողականորեն քայքայվել և ըստ էության ոչնչացվել է Արցախի պաշտպանության բանակը։ Նոյեմբերի 9-ից հետո Արցախի պաշտպանության բանակում ժամկետային պարտադիր զինվորական ծառայության անցնող բոլոր զինծառայողները զորացրվել են, պաշտպանության բանակի համալրում չի իրականացվել։ Նման սահմանափակում գոյություն չունի ոչ նոյեմբերի 9-ի փաստաթղթում, ոչ որևէ այլ պաշտոնական փաստաթղթում։ Դա եղել է հետևողական կերպով Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախի ժողովրդին անպաշտպան և անզեն ադրբեջանա-թուրքական տանդեմի առաջ կանգնեցնելու նպատակով։ Կառավարության որոշմամբ Հայաստանի սահմանների պահպանության պատասխանատվությունը աստիճանաբար փոխանցվում է զինված ուժերից ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերին, որոնց անձնակազմը, սպառազինությունները և մարտական խնդիրները բավարար չեն պետական սահմանի պահպանությունը կոնֆլիկտային իրադրությունում և չկահավորված սահմանի պայմաններում իրականացնելու համար։ Դրանով Հայաստանի սահմանները հայ-ադրբեջանական սահմանագոտում դարձնելով թույլ և անպաշտպան, թշնամու հնարավոր հարձակումների իմաստով խոցելի։ Լուծարվել է 4-րդ բանակային զորամիավորումը, որի պատասխանատվության գոտին հայ-նախիջևանյան սահմանն էր Սյունիքի Վայոց ձորի սահմանների պաշտպանությունը։ Դրա փոխարեն ստեղծվել է նոր բանակային կազմավորումներ, իրականացնելով վերադասավորումներ, ինչը հետպատերազմյան ժամանակաշրջանի համար ուղղակի անթույլատրելի են։ Նախապատերազմյան շրջանում դեռևս լուծարվել են Գորիսի և Կապանի գնդերը, դրանց փոխարեն ստեղծելով ավելի թույլ բանակային զորամիավորումներ։ Բանակից ազատվել են զինվորական ծառայությունից բազմաթիվ սպաներ և գեներալներ, որոնք ի վիճակի են իրենց գիտելիքներով, փորձով ծառայել և օգուտ բերել մեր զինված ուժերին։ Նրանց մեծամասնության նկատմամբ հարուցվել են քրեական գործեր, ներկայացվել են մեղադրանքներ, թույլ չտալով նրանց ազատ գործելու հնարավորություն։ Սիրելի հայրենակիցներ, այս ամենով հանդերձ մենք ինչքան էլ վարկաբեկ են, ինչքան էլ նվաստացնեն, Հայաստանը ունի բանակ։ Հայաստանը ունի զինված ուժեր, որտեղ շարունակում են իրենց ծառայությունը փորձառու, բանիմաց, հայրենասեր գեներալներ և սպաներ։ Նրանք ի վիճակի են պաշտպանել մեր հայրենիքը։ Հայկական բանակը և Հայաստանի Հանրապետությունը չունի ղեկավար։ Գլխատված է պետության և բանակի ղեկավարությունը։ Այդ փոփոխության դեպքում Հայաստանի նոր վարչապետի, պաշտպանության նախարարի և զինված ուժերի նոր նորմալ գլխավոր շտաբի պետի առկայության դեպքում մեր բանակը ի վիճակի է պաշտպանել մեր հայրենիքը, կատարել իր առջև դրված մարտական խնդիրները, ետ մղել թշնամու ապօրինի գործողությունները և հնարավորություն տալ հայկական դիվանագիտությանը վերականգնել այն հսկայական կորուստները, որոնք ադրբեջանա-թուրքական այս հանցավոր իշխանությունը պատճառել է մեր պետությանը և ժողովրդին։ Ես այսօրվա այսքանով ավարտում եմ այս թեման, հրատապությունից ելնելով վաղը որոշել եմ իրականացնել մի արտահերթ ուղիղ եթեր նվիրված քաղբանտարկյալների խնդրին, հաշվի առնելով նաև Արմեն Աշոտյանի ապօրինի ձերբակալման այսօրվա որոշումը, իսկ երկուշաբթի օրը այդ ազգային ժողովի քննիչ հանձնաժողովից առաջ ես ձեզ մանրամասն կպատմեմ ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նրա ֆունկցիաների գործունեության մասին, որովհետև դրա հաջորդ օրը հունիսի 20-ին հայրենիքի գողը նախապատրաստվում է այնտեղ հանդես գալ
իր հերթական զազրախոսությամբ։ Այսքան այսօրվա համար, շնորհակալ եմ ձեր ուշադրության համար։